Բարի առավոտ հարգելի հետևորդներ, ABC Media-ն ուղիղ եթերում սկսում է իր աշխատանքը, դուք դիտում եք լուրերի առավոտյան թողարկումը, ես Գարուն Թաֆյանն եմ եւ առաջիկա րոպեներին կներկայացնեմ մեր երկրում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները։ Պարզվում է Շվեյցարիայի թեմը տեղյակ չի եղել առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալջանյանի քայլերից։ Հիշեցնեմ, որ օրերս տեղապահը հայտարարել էր, որ աջակցում է Փաշինյանի նախաձեռնած այսպես կոչված եկեղեցու բարենորոգման ծրագրին։ Շվեյցարիայի թեմը դատապարտել է թեմական առաջնորդի հայտարարությունն ու իր աջակցությունն հայտնել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին։ Վեհապար Հայրապետի արտոնությամբ եւ տնօրինությամբ էր Հայր Գուսանը նշանակվել թեմի առաջնորդական տեղապահ։ Այս առիթով հայտարարում ենք, որ շվեյցարահայ թեմն անտեղյակ էր այս որոշմանը եւ որպես եկեղեցական կառույց բացարձակապես մերժում է քաղաքական որևէ շարժման մաս կազմել կամ ներգրավվելը։ Մերժում ենք բոլոր պարակտիչ դրսևորումները, հավատարիմ մնալով հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու նվիրապետական կարգին եւ իր գահակալ Վեհապար Հայրապետին, Գարեգին B. ամենայն հայոց կաթողիկոսին։ Իդեպ եկեղեցու դեմ գործող իշխանության սկսած արշավին միացած Տեր Գուսանը 3 պատարակ է մատուցել, որին համայնքը չի մասնակցել։ Եկեղեցին եղել է դատարկ։ Կրքերը չեն հանդարտվում նաև Մասյացոտնի թեմի շուրջ։ Կանոնական դաշտ վերադառնալու մի քանի հորդորներից հետո ամենայն հայոց կաթողիկոսը վարչապետին միացած Գևորգ եպիսկոպոս Սարոյանին ազատել է Մասյացոտնի թեմի առաջնորդի կոչումից։ Թեմի նոր տեղապահը Ռուբեն Վարդապետ Զարգարյանն է, որը 3 պատարակ է մատուցել Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում։ Պատարակի ընթացքում նա հայտարարել է, իրեն սպասվում է հերթական դժվարուղին։ 15 տարի մեր հանրապետության քրեակատարողական հիմնարկներում եմ ծառայել։ Լավ թե վատ, բայց դժվար ծառայության ուղի է եղել։ Երբ այս խոթորկուն շրջանում մեր եկեղեցու կյանքում եւ պառակտված է մեր եկեղեցին ներսից, դրվեց այս ընտրությունը մեր սիրելի Վեհապար Հայրապետի կողմից եւ նաեւ թեմի քահանայած դասի մեծամասնության կողմից։ Ինձ մնում էր ընտրել։ Ես չէի կարող չընտրել, այո չասել, որովհետեւ այլապես իմ 7-ամյա կամ 10-ամյա վարդապետական քարոզչական գործունեությունը կզրոյացվեր։ Իդեպ 5 իրավապաշտպանների նախաձեռնությունը ահազանգեր է ստանում, որ ոստիկանության ծառայողները իբր զրուցելու նպատակով սկսել են այցելել Մասյացոտնի թեմի քահանաներին։ Իրավապաշտպանները շեշտել են, որ հոգևորականները որևէ պարտավորություն չունեն մասնակցելու այդ այցերին, բացի այդ իրավասու են նկարելու եւ հանրայնացնելու այդ գործընթացը, որն ըստ փաստաբանների որևէ իրավական հիմք չունի։ 5 իրավապաշտպաններն իրենց պատրաստակամությունն են հայտնել անհրաժեշտության պարագայում տրամադրել իրավական օգնություն։ Երբ քանդվում է ինքնության առանցքը, քանդվում է նաև դիմադրողականությունը եւ երկիրը դառնում է ավելի հեշտ կառավարելի արտաքին ճնշումների եւ պարտադրանքների ներքո, համոզված է Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը։ Փաշինյանը հայտարարել է, որ չի ընդունում Գևորգ եպիսկոպոս Սարոյանին ազատելու որոշումը։ Ըստ Անանյանի, Փաշինյանը խախտում է ոչ միայն պետություն եկեղեցի սահմանը, նա խախտում է սահմանադրական կարգի տրամաբանությունը, որովհետեւ իրեն վերագրում է այնպիսի իշխանություն, որը չունի։ Սա այն պահն է, երբ Փաշինյանը գնում է վաբանկ։ Հայ առաքելական եկեղեցու հարցում պետք է լինի միասնական աջակցություն։ Այս վիճակում կա մեկ պարզ ճշմարտություն։ Իրական ընդդիմադիր ուժերը, անկախ այն հանգամանքից, գաղափարական առումով կգնան կոնսոլիդացիայի, թե ոչ, պարտավոր են հայ առաքելական եկեղեցու հարցում հանդես գալ միասնական սատարող հայտարարությամբ։ Սա այլևս միայն եկեղեցական հարց չէ, սա սահմանադրական կարգի, իրավական համակարգի եւ ազգային անվտանգության հարց է։ Վերաքննիչ դատարանը Արշակ Սրբազանի կալանքի դեմ բողոքի վերաբերյալ որոշումը կկայացնի այսօր, տեղեկացրել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Դատարանը բողոքը քննելու է գրավոր ընթացակարգով։ Փաստաբանը այսօր երեկոյան վերաքննիչ դատարանից հեռախոսազանգով կտեղեկանա կայացված որոշման մասին եւ կհայտնի։
Իսկ հացադուլ հայտարարած Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են պատժախոց, քանի որ քրեակատարողական հիմնարկում չկա հացադուլ անցկացնելու համար նախատեսված մեկ այլ խոց, գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Նրա խոսքով քրեակատարողական հիմնարկը պատժախցում ապահովել է անհրաժեշտ պայմանները, իրականացրել է բուժզննում։ Հիշեցնեմ, Սամսոնյանը հացադուլ է անում։ Նա Արմավիրի քրեակատարողական հիմնարկից նամակ է գրել հայտարարելով, որ իր անժամկետ հացադուլը գիտակցված քաղաքական որոշում է, ոչ թե հուսահատության քայլ։ Նրա խոսքով նպատակ չունի հացադուլով ճնշել իշխանությանը, այլ ցանկանում է սեփական օրինակով ցույց տալ նրանց իրական վերաբերմունքը ընդդիմադիրների նկատմամբ։ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ գնացքը բաղկացած է 18 վագոնից, բեռնված 979 տոննա բենզինով։ Զուգահեռ Ադրբեջանում արտադրվող բասարգեչար գինին, որը լայնորեն վաճառվում է ասիական եւ ամերիկյան շուկաներում, պիտակին Հայաստանի Գեղարքունիքի մարզն է պատկերված որպես Արևմտյան Ադրբեջան։ Ահազանգ է հնչեցրել փաստաբան Ռաֆի Ասլանյանը։ Գինո պիտակին պատկերված Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզը իրենց պնդմամբ որպես Արևմտյան Ադրբեջան, Սևանալիճը որպես Գոյչա։ Մեր հայրենի մարտունին, որը քարտեզում կոչում են Խարանլուղ, իմ ծննդավայր Վանաձոր գյուղն Ադամխան անունով է ներկայացված։ Դուք ինչպես եք հավատում սրանց հետ խաղաղություն կնքելու փաշինյանական կտերին։ Այդքան Նիկոլա Մոլ եք, թե ձեզ թվում է ադրբեջանցին կատակ է անում։ Արցախցիների ճակատագիրը ձեզ դաշ չի դարձել։ Խելքի եկեք, պարզապես խելքի եկեք, սիրելիներս։ Այստեղ ծանոթ բարեկամ մտերի մի խաթր անելու հարց չկա։ Մտածեք ձեր եւ ձեր սերունդների ապագայի մասին, ձեր բնորանում ապրելու անկախտելի իրավունքի մասին եւ առաջին հերթին բոլորի սանձավորների գերեզմանների մասին։ Հայի արժանապատվությունը պարզաբանման կարիք չունի։ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան արձագանքել է Թուր դե Սկի մրցաշարի ժամանակ հայ դահուկավազորդի համազգեստի վրա Ադրբեջան գրվածքը փակելու վերաբերյալ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հարցմանը։ Տեղեկացնում ենք, որ ձեր նշած Թուր դե Սկին պարզապես մրցաշար չէ, այլ դահուկավազքի աշխարհի գավաթի փուլերից մեկը։ Ադրբեջան գրառումը եղել է ոչ թե մարզաշապիկի, այլ մրցումային համարի վրա։ Մեր հայորդու քայլը առավել քան պարզ է եւ կարծում ենք, որ չունի պարզաբանման կարիք, ասված է ֆեդերացիայի հայտարարությունում։ Հիշեցնեմ, որ դահուկորդ Միքայել Միքայելյանին տուգանել են Ադրբեջան գրությունը կպչուն ժապավենով ծածկելու համար։ Մրցարշավը, ինչի հովանավորը եղել է Ադրբեջանը, ընթացել է Իտալիայի Դոբլաջ քաղաքում։ Միքայելյանի տուգանքի չափը հստակ չէ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Իրանի կառավարությունը վճռական է լուծելու ժողովրդի առջև ծառացած տնտեսական խնդիրները, կոչ անելով իրանցիներին զերծ մնալ ցանկացած ավերիչ գործողություններից։ Իրի պետական լրատվական գործակալության հետ հարցազրույցում Իրանի նախագահն ասել է, որ կառավարությունը պատրաստ է լսել իր ժողովրդին։ Մենք կոչ ենք անում իրանցիներին դուրս գալ փողոցներ, հստակ արտահայտելու իրենց պահանջները եւ թույլ չտալու, որ անկարգություններ հրահրողները խեղաթյուրեն ներկայիս բողոքի ցույցերի պատճառները։ Ցուցարարները տնտեսական վիճակի վատ տարածման վերաբերյալ իրենց դժգոհությունն են արտահայտում, բայց նրանք չեն հրդեհում շուկաները կամ չեն կատարում հանցավոր գործողություններ։ Իրանում անկարգությունները կազմակերպում են Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը, որոնք իրենց գործակալներին հրամաններ են տալիս ապակայունացնել իրավիճակը։ Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին էլ հայտարարել է, որ անվտանգության ուժերը բացահայտել են Իրանում անկարգությունների գլխավոր կազմակերպիչներին։ Նրանցից մի քանիսն արդեն ձերբակալված են, իսկ մյուսներին շուտով կձերբակալեն։ Ըստ իրանական իրավապաշտպան կազմակերպությունների ամբողջ երկրում ընթացող ցույցերի ժամանակ զոհվել է առնվազն 116 մարդ, իսկ ձերբակալվածների թիվը հասել է 2600-ի։ Թեհրանի հրշեջ ծառայության ղեկավարն էլ հայտնել է, որ անկարգությունների ժամանակ զինված մասնակիցները հրկիզել են 26 բնակելի տուն, 34 մզկիթ, 40 բանկ, 15 առևտրի կենտրոն, 13 պետական հիմնարկ եւ 50 տրանսպորտային միջոց, այդ թվում հանրային։ Վերջին օրերի վիճակը գործընկերոջս ներկայացրել է Ալի Կորաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը։
փոքր բողոքի ակցիաներ տեղի ունեցել թե Թեհրանում եւ թե մի քանի այլ քաղաքներում, բայց դրանք համեմատելու որևէ ելք չեն ունեցել, ինչպես ասացի, նախորդ 2 օրերի եւ հատկապես հինգշաբթի երեկոյան տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Թեհրանում մի 2 կամ 3 փոքր օջախային բողոքի ակցիաներ են եղել, խիստ սահմանափակ, մեկուսացած եւ ոչ բազմամարդ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսով խոսել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Չնայած ամերիկացի պաշտոնյան չի նշել հեռախոսազրույցի ընթացքում քննարկված թեմաները, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրանք քննարկել են իրադրությունը Գազայում եւ Սիրիայում, նաեւ Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերը եւ երկրի ներքին գործերի միջամտելու հնարավորությունը։ Ըստ պարբերականի Իսրայելը բարձր պատրաստվածության վիճակում է Իրանում տեղի ունեցող գործընթացներին ամերիկացիների հնարավոր միջամտությամբ պայմանավորված։ Մեծ մերձավոր արևելքի կաթսան շարունակում է եռալ։ Times of Israel-ին անանուն իսրայելցի պաշտոնյան եւ արաբ դիվանագետը հայտնել են, որ Իսրայելի պաշտպանության բանակը մշակել է մարտին Գազայի հատվածում ինտենսիվ ռազմական գործողությունները վերսկսելու ծրագրեր, նպատակ ունենալով շփման գիծը տեղափոխել դեպի արևմուտք։ Արաբ դիվանագետը նշել է, որ գործողությունը չի կարող տեղի ունենալ առանց Միացյալ Նահանգների աջակցության, որը դեռևս փորձում է երկրորդ փուլ տեղափոխել հոկտեմբերին ձեռք բերված փխրուն հրադադարը։ Սիրիայի դեմոկրատական ուժերի քուրդ մարտիկները լքել են Հալեպի Շեյխ Մաքսուդ թաղամասը, հայտնել է ՍԱՆԱ լրատվական գործակալությունը։ Քրդերը վերահսկում էին թաղամասը 2011 թվականին Սիրիայի քաղաքացիական պատերազմի մեկնարկից ի վեր։ Հալեպում պետական հաստատությունները սկսել են բնականon աշխատել, իսկ քաղաքի հայ համայնքը վերադառնում է իր բնականon կյանքին, հայտնել է Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Մարիա Գաբրիելյանը։ Նրա խոսքով 3 մինչև ուշ ժամ քրդական 3 շրջանների զինյալները դուրս են բերվել եւ տեղափոխվել Եփրատի արևելք, երկրի հյուսիս-արևելյան շրջաններ։ Այս շաբաթ դպրոցներում նախատեսված էր կիսամյակային քննությունների շրջանը, սակայն այն հետաձգվել է 1 շաբաթով։ Նույն ժամկետով հետաձգվել են նաև համալսարանների դասերը։ Այսօր ընթացքին Հալեբահայոց օգտակար դառնալու համար համայնքի պատասխանատուները անմիջապես Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սրահապած պահեցին, որովհետեւ անոնք, որոնք անաբահով գսկան իրենց բնակարաններում մեջ աբաստան գտնեն այդտեղ միադեղ Սուրի հայ օգուտյան Խաչիթար Մադունը շարունակեց իր առողջապահական ծառայությունները, առավել եւս կանցեր պաշտոնաթերթով հերացայիններուտի վեր հաղորդվեցան, որովհետեւ ովևէ մեկ կարիքի համար կարելի է թիմել։ Այսօր քաղաքը վերակդած է իր բնականon ընթացքը, պետք է ասել, որ բավական խոհեմ վերաբերմունք ցուցաբերվեցավ երկրի ղեկավարության, մանավանդ Փանագին եւ նամանավանդ Հալեբի նահանգապետին կողմէ, առավելակույն ջիքերու լարումով եւ նվազագույն վնասներով Հալեբի բնակիչներու անթորությունը եւ անվտանգությունը ապահովելու համար։ Տեղափոխվենք Միացյալ Նահանգներ։ Նախագահ Թրամփը հայտարարել է, որ երկար տարիներ Կուբան ապրում էր նավթի եւ Վենեսուելայից ստացած փողի հաշվին։ Դրա դիմաց նրան գաղտնի ծառայություններ էին մատուցում բռնապետներին։ Կուբա այլևս գումար կամ նավթ չի գնալու, հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։ Եվ վերջում եղանակի մասին։ Այսօր Հայաստանում տեղումներ չեն սպասվում։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Վրաստանի ավտոճանապարհների պետդեպարտամենտն էլ հայտնել է, որ վերին Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ես Գառնիկ Թավյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, մաղթում եմ արդյունավետ աշխատանքային օր, մենք կհանդիպենք ժամը 12-ի առաջ։